Եթերում է Ախալքալակի ձայնը ռադիոն։ Ողջույն սիրելի ունկնդիրներ։ Շատ շնորհակալ եմ, որ վերստին միացել եք մեզ լսելու մի թեմա, որը ոչ միայն կարևոր է, այլ նաև շատ անձնական ու զգայուն։ Մեր քաղաքի յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր աղջկա, յուրաքանչյուր կնոջ համար։ Այսօր ուզում եմ խոսել կարծրատիպերի ազդեցության մասին։ Այն լուռ, կարծես անտեսանելի պատի, որը շատ կանանց դեռ պահում է սահմանափակ շրջանակում։ Ուզում եմ բարձրաձայնել այն մասին, ինչի մասին տարիներ շարունակ լռել են շատերը։ Ախալքալակը փոքր քաղաք է։ Իր հստակ դիմագծերով, իր պատմական շնչով, իր ճանապարհներով, որտեղ ամեն քայլը, ամեն բառը, նույնիսկ ամենանուրբ փոփոխությունը դառնում է համայնքի քննարկման թեմա։ Եվ հենց այստեղ, այս անհամեմատ ջերմ, բայց երբեմն չափազանց պահպանողական միջավայրում ապրում են մեր քաղաքի կանայք, ովքեր իրենց կյանքի ընթացքում բազմիցս բախվել են կարծրատիպերի ծանրությանը։ Այստեղ աղջիկները մեծանում են մի իրականության մեջ, որտեղ ինչ կասեն մարդիկ արտահայտությունը շատ հաճախ ավելի ծանր նշանակություն ունի, քան սեփական երազանքը։ Կանանց դիմաց դրվում են ակնկալիքներ՝ լինել համեստ, հարմար, ցածր ձայնով, եւ այդ կանոնները դառնում են անտեսանելի սահմաններ, որոնք ազդում են ոչ միայն նրանց ներկայիս կյանքի վրա, այլ նաև ապագայի ընտրության։ Կարծրատիպերը թելադրում են ինչ մասնագիտություն ընտրել, ինչքան երազել, ինչքան երազանքը համարձակ է, կամ արդյոք արժե պայքարել այն բանի համար, ինչն իսկապես սիրում ես։ Երբ աղջիկը փորձում է ընտրել մի ոլորտ, որը ընդունված կանացի չէ, նրան նախազգուշացնում են, որ դա չափից դուրս դժվար է, իսկ երբ նա ցանկանում է ակտիվորեն մասնակցել հասարակական կյանքի կազմակերպմանը, նրան հիշեցնում են, որ ստվերում մնալն ավելի է սազում։ Այս լռությունը տարիներ շարունակ դարձել է ներքին պատերազմ կանանց համար, պատերազմ սեփական ձայնը լսելի դարձնելու, սեփական ուժը ճանաչելու, սեփական հնարավորությունը չկորցնելու համար։ Բայց պետք է ասել, Ախալքալակի կանայք երբեք չեն եղել թույլ։ Նրանք միշտ եղել են համայնքի հիմքը։ Նրանց լուռ աշխատանքը, նրանց հոգատարությունը, նրանց տոկունությունն ու խիզախությունը մեր քաղաքի ամենաավելի ծանր օրերը հաղթահարելու կարևոր գործոնն են եղել։ Նրանք միշտ եղել են ոչ միայն ընտանիքի զարկերակը, այլև համայնքի ուժը։ Այսօր իրավիճակը դանդաղ, բայց փոխվում է։ Երիտասարդ աղջիկները արդեն ավելի ազատ են ընտրում՝ ինչ սովորել, ինչ ծրագրերով զբաղվել, ինչպես մասնակցել համայնքի կյանքին։ Նրանք ակնակախում են կարծրատիպերից, դառնում են ավելի ինքնավստահ, ավելի համարձակ, ավելի երևացող։ Այդ ճանապարհը հեշտ չէ, բայց անշրջելի է։ Կարծրատիպերի հաղթահարումը սկսվում է հենց այնտեղ, խոսելով դրանց մասին, բարձրաձայնելով այն, ինչ երկար տարիներ միայն շշուկով է ասվել, որովհետև երբ կինը առաջին անգամ ասում է «ես կարող եմ», ամբողջ համայնքը պետք է սովորի պատասխանել «այո, կարող ես»։ Կարծրատիպերը սկսվում են վաղ տարիքից։ Աղջիկներին սովորեցնում են, որ նրանք պետք է լինեն հանդարտ, ավելի խաղաղ, ավելի կարգին, իսկ տղաներին՝ ակտիվ, ազատ, նախաձեռնող։ Այս հակադրության մեջ աղջիկը սովորում է, որ իր նախաձեռնողականությունը հաճախ ընկալվում է ոչ որպես ուժ, այլ որպես չափից դուրս քայլ։ Եվ տարիների ընթացքում այդ ընկալումը ներծծվում է նրա ինքնավստահության մեջ, դառնալով մի լուռ, ներքին շղթա, որից ազատվելն այնքան էլ հեշտ չէ։ Ախալքալակի կանանց վրա ազդող կարծրատիպերը միայն փոխհարաբերությունների կամ ընտանեկան պարտականությունների մասին չեն։ Դրանք հաճախ դառնում են տնտեսական և թե կրթական ընտրությունների սահմանափակում։ Երբ աղջիկը որոշում է ընտրել մասնագիտություն, որը չի համընկնում ընդունված կանացի ոլորտների հետ, նրան երբեմն հուշում են՝ դա շատ դժվար է աղջկա համար, կամ ավելի լավ է սովորես այն, ինչ քեզ կհամապատասխանի։ Բայց ի՞նչ է նշանակում համապատասխանել, եթե հասարակության պատկերացումները ձևավորվել են հին սերունդների թելադրանքով և չեն հաշվի առնում ժամանակի փոփոխությունը։
Տեխնոլոգիաների զարգացումը, նոր մտածողությունները կամ ամենակարևորը՝ անհատի ցանկությունը։ Ախալքալակի կանանց կյանքում կարծրատիպերը արտացոլվում են նաև հասարակական ներկայության մեջ։ Երբ մի կին փորձում է ավելի ակտիվ լինել, մասնակցել հասարակական քննարկումներին, աշխատանքային նախաձեռնություններին, հանրային միջոցառումներին, հաճախ հայտնվում է նախադատության ստերի տակ։ Նրան ասում են, որ նա չափազանց տեսանելի է դարձել, շատ է խոսում, կամ նրան սազում է ավելի համեստ դեր։ Այդ նախադասության լեզուն կարծրատիպերի ամենավտանգավոր գործիքն է, որովհետև այն ոչ միայն սահմանափակում է կանանց, այլ նաև ստիպում է նրանց կասկածել իրենց սեփական ուժերին։ Բայց սա պատմության մեկ կողմն է։ Մյուս կողմում կան այն կանայք, ովքեր չնայած բոլոր սահմանափակումներին շարունակում են քայլել առաջ։ Նրանք հաճախ տեսանելի չեն զանգվածային մեդիայում, բայց տեսանելի են քաղաքի իրական կյանքում։ Նրանք աշխատում են դպրոցներում, կազմակերպություններում, բուժհաստատություններում, ձեռնարկատիրական փոքր բիզնեսներում։ Նրանք ընտանիքի հիմքն են, համայնքի հենասյունը և երբեմն այն մարդիկ, ովքեր ամենօրյա լռությամբ պայքարում են կարծրատիպերի դեմ։ Նրանք չեն բարձրաձայնում ամեն քայլի մասին, բայց իրենց ներկայությամբ ապացուցում են, որ ուժը լռության մեջ չէ, այլ տոկունության մեջ։ Այսօր ախալքալաքում կարծրատիպերը կամաց-կամաց սկսում են կոտրվել, թույլ բայց տեսանելի քայլերով։ Երիտասարդ աղջիկները ավելի համարձակ են ընտրում ուսման ուղղությունները, զբաղվում են նախագծերով, մասնակցում են կրթական ծրագրերին, ստեղծում են սոցիալական նախաձեռնություններ և ամենակարևորը՝ սկսում են բարձրաձայնել իրենց կարծիքը։ Այդ փոփոխությունը երբեմն դանդաղ է, երբեմն դիմադրության հանդիպող, բայց անշրջելի, որովհետև յուրաքանչյուր սերունդ բերում է նոր տեսիլք, նոր արժեքներով, նոր ազատությամբ։ Կարծրատիպերի ազդեցության մասին խոսելը արդեն քայլ է։ Դա նշանակում է գիտակցել, որ դրանք գոյություն ունեն, բայց հաջորդ քայլը ավելի կարևոր է։ Հասկանալ, որ այդ կարծրատիպերը պարտադիր չեն, չեն հանդիսանում ճակատագիր, և կանայք կարող են սովորել ապրել առանց դրանց սահմանած սահմանների։ Ախալքալակի ապագան կախված է ոչ միայն քաղաքի զարգացման ծրագրերից, այլ նաև այն արդյոք աղջիկները և կանայք իրենց տեսնում են այդ ապագայի կառուցման մեջ։ Որքան շատ կանայք ունեն ձայն, այնքան համայնքը կդառնա ավելի համաստիճան, ավելի արդար և ավելի ուժեղ։ Ախալքալակի իրական փոփոխությունը սկսվում է հենց այդտեղից, երբ կինը առաջին անգամ ասում է՝ «Ես կարող եմ»։ Կարծրատիպերը չեն վերանում մի օրում։ Դրանք ամրացված ծառեր են, որոնց արմատները խորն են նստած։ Բայց երբ յուրաքանչյուր սերունդ իր հերթով կտրում է մեկ ճյուղ, փոփոխությունն անխուսափելի է դառնում։ Եվ այս քաղաքի ապագան հենց այդ փոփոխության մեջ է։ Որքան շատ աղջիկներ և կանայք ունենան հնարավորություն լինել այն, ինչ ցանկանում են, այնքան այս քաղաքը կդառնա ավելի ամբողջական։ Եվ եթե այսօր ես պետք է ասեմ մի նախադասություն, որը պիտի լսի ախալքալակի յուրաքանչյուր աղջիկ, ես կասեմ սա. քո արժեքը չի որոշում կարծրատիպերով, քո հնարավորությունները չեն սահմանափակում ուրիշների պատկերացումներով, և քո ձայնը ոչ մի դեպքում անպելք չէ այս քաղաքին, այն հենց այն է, ինչ սպասում է ախալքալակը։
Մենք պետք է հիշենք, երբ մենք խոսում ենք կանանց իրավունքների, հնարավորությունների և հավասարության մասին, մենք չենք խոսում միայն կանանց խնդիրների մասին։ Մենք խոսում ենք համայնքի բարեկեցության մասին, որովհետև համայնքը հզոր է այն ժամանակ, երբ նրա բոլոր անդամները կարող են զարգանալ, ստեղծել, քայլել առաջ և չունեն սահմանափակումներ, որոնք պարտադրված են ոչ թե իրականությունից, այլ կարծրացրած պատկերացումներից։ Այս մոնոլոգը կոչ չէ պայքարի կամ դիմադրության, սա կոչ է գիտակցման, որպեսզի մենք տեսնենք մեր շրջապատի կանանց ոչ թե հին սպասումների տեսանկյունից, այլ նրանց որպես լիիրավ անհատների, որոնք ունեն ներուժ, ուժ, ձայն և ապագա։ Եվ եթե մենք որպես ընտանիք, համայնք ու հասարակություն ընտրենք աջակցել նրանց, ապա ախալքալաքը կդառնա ոչ միայն գեղեցիկ, այլ նաև արդար ու հավասարակշռված վայր։ Շնորհակալ եմ բոլոր այն կանանցից, ովքեր այս շրջանում դժվարություններից չեն վախեցել։ Շնորհակալ եմ այն աղջիկներին, ովքեր չնայած քննադատություններին շարունակում են քայլել առաջ։ Շնորհակալ եմ նաև այն տղամարդկանց, ովքեր հասկանում են, որ համայնքի ուժը աճում է այն ժամանակ, երբ կանայք ունենում են հավասար իրավունքներ, հավասար հարթակ և հարգված ձայն։ Եվ ամենակարևորը, շնորհակալ եմ ձեզ, մեր լսարանին։ Շնորհակալ եմ, որ լսում եք, մտածում եք, քննարկում եք։ Քաղաքի փոփոխությունը սկսվում է հենց այսպիսի փոքր քայլերից, գիտակցությունից, խոսքերից և փոխըմբռնումից։ Եթերում էր Ախալքալաքի ձայնը ռադիոն։ Շնորհակալ եմ այսօր, որ մեզ հետ էիք։